Տիկին Վարդանյան Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վիճարկելու են ընտրությունների արդյունքները, նաև նշել, որ այս պահին հետագա անելիքները քննարկում են ընդդիմադիր դաշտի գործընկերների հետ, առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնեն այդ քննարկումների ավարտից հետո։ Քոչյանի նշած հետագա անելիքները ըստ ձեզ ինչ տեսքով են լինելու։ Ես կարող եմ ենթադրել, որ կամայական անելիք պետք է իրավական բնույթ ունենա, եթե խոսքը գնում է ընտրությունը վիճարկելուն, վերաբերում դրան, բայց մյուս կողմից էլ ինձ մոտ հարցածագում, թե ինչ նկատի ունի վիճարկելու ենք, որովհետև քիչ ենք ձայն հավաքել, դա կարծում եմ ակնհայտ է, որ մարդը իր վարկանիշը կորցրել է Ռոբերտ Քոչարյանը եւ բոլոր ընդհանուր առմամբ այսպես ասած այդ բացահայտումները, որոնք տեղի ունեցան օտարածին, ես կարող եմ ասել քաղաքական դիվերսանտների մասով, այո, բնական ռեակցիա ժողովրդի մոտ, որ նրանց ինչի պետք է մերժել նման ուժերին։ Արդյոք միասնական ընդդիմությունը փորձում է հետընտրական պրոցեսներ զարգացնել եւ ինչ զարգացումների տեսքով կլինեն դրանք ըստ ձեզ։ Ես նորից գնամ անմեղության կանխաբարկածով եւ մտածեմ, որ մեր ընդդիմությունը քաջ գիտակցում է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ կամայական գործընթաց, որը կարող է ձեռնարկվել ընդդիմության կողմից, այդ թվում պետք է իրավական բնույթ կրի եւ լինի օրենքի շրջանակում եւ սահմաններում։ Բարգավաճ Հայաստանն էլ է հայտարարում, որ վերահաշվարկ են անելու եւ բոլոր խնդիրների վերաբերյալ շարունակելու են բարձրաձայնել եւ պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը։ Գիտեք, հիմա այս հայտարարությունները, որ ես նայում եմ, ասենք այդ ընդդիմադիր տարբեր թևերի, կարելի ասել, բայց մեկ միասնական գլխի, եռագլուխ խոսակցության, ինձ համար նաև ընտրության օրներ պարզ, երբ ամեն փոքրիկ ինչ-որ տեխնիկական նույնիսկ դրվագ, որպես մեծ ընտրախախտում կամ չգիտեմ ինչ ներկայացվում էր, հետևաբար ակնհայտ է, որ մարդիկ հասկանում էին, որ մեր թիմը մեծ աջակցություն ունի եւ խաղաղության օրակարգը եւ ժողովրդավարությունը եւ մեր անկախությունը կարևոր է հայ ժողովրդի համար, հետևաբար կարելի ասել դաշտ էին նախապատրաստում, որպեսզի այս հայտարարությունները մենք այսօր լսենք, որ իրանք հետ ընտրական ինչ-որ գործընթաց են սկսելու, շատ լավ կսպասենք, տեսնենք ինչ գործընթացի մասին է խոսքը։ Տիկին Վարդանյան, բոլորս հիշում ենք նախկին իշխանությունների օրոք, ինչքան մահացած մարդկանց անուններ էին հայտնաբերվում, այսինքն դրանք մեկ կամ երկուսը չէին, որոնք ենթադրաբար կարելի է հասկանալ, որ օրինակ ցուցակների տպվելուց հետո են այդ մարդիկ մահացել եւ այդ պատճառով է նրանց անունները դեռ մնացել ցուցակում։ Այսինքն իրենք փորձում են իրենց արշինով ձեզ չէ։ Գիտեք, ես վիրավորական եմ նույնիսկ համարում, այսինքն այդ համեմատության մեջ հաղթանակած դուրս գալ, մենք պետքա դուրս գանք այդ շրջափուլից ընդհանուր առմամբ եւ մտածենք, որ եթե որևէ մեկը իրան թույլ է տվել, այսինքն նախկին իշխանությունը իրան թույլ է տվել ուզուրպացնել, ժողովրդի իշխանությունը եւ բոլոր անօրինական եւ, չգիտեմ, մանիպուլատիվ ձևերով վերարտադրվել եւ պահել եւ եթե մենք դա չենք անում, ուզում եմ ասել, այս համեմատության մեջ չի, որ մենք հաղթել ենք, համեմատականը պետքա տանել քաղաքական օրակարգ ունենալ կամ չունենալու միջև եւ ես կարող եմ վստահորեն ասել, որ մենք կարելի ասել քաղաքական օրակարգ եւ օրակարգ թելադրող ամենաուժեղ կարելի ասել թիմն ենք, որովհետև մենք գիտենք հստակ ուր ենք ուզում տանել Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունը խաղաղության օրակարգով եւ այն է մեր անկախության ամրագրման եւ ել ավելի ուժեղացման օրակարգով, ինչը չեմ տեսնում մնացած ուժերի մոտ։ Եվ Եվրամիությունը Հայաստանի քաղաքական գործիչներին կոչ է անում հարգել քվեարկության արդյունքները, նկատի ունենալով ընդդիմությանը եւ հայտարարություն արել ԵՄ-ն հաշվի առնում Հայաստանի ընտրական իշխանությունների կողմից հայտարարված նախնական արդյունքները, որոնք ցույց են տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հստակ առավելությունը։ Մենք կոչ ենք անում բոլոր գործիչներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը եւ օգտագործել իրավական մեխանիզմները ընտրական ցանկացած բողոք քննարկելու համար։ Հետաքրքիր է, որ ընդդիմությունն ասում է, ահա սա միջամտություն է, բայց երբ որ օրինակ Մարիա Զախարովան հայտարարում է, որ խնդրեմ է տեսնում ընտրության արդյունքների եւ չգիտեմ ընտրության ընթացքի մասին, այդտեղ լռում են։ Դե ասենք էլ ինչ ավելի ես կարող եմ ասել, քան այն ինչ ակնհայտ է, բայց պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ Եվրոպական միությունը եւ նաեւ եվրոպական երկրները կարելի ասել այդ ժողովրդավարության որպես օրինակներ, այսպես այս ամենը մենք շատ լավ գիտակցում ենք, երբ մենք խոսում ենք, չգիտեմ, եվրոպական ստանդարտների, եվրոպական ժողովրդավարության մասով, թե եւ ինչ քայլեր ենք ձեռնարկում, ակնհայտ է, որ եթե նման կառույցները կոչ են անում, ապա այո, պետք է մտածելու տեղի կտա եւ մեր քաղաքացիները պետք է ուշադիր հետևեն, թե ոնց է պատահում, որ օրինակ նման պետությունները կոչ են անում ընդդիմությանը գնալ իրավական ճանապարհով եւ ընդունել այդ թվում ընտրությունների արդյունքները եւ ընդդիմության արձագանքը կարծում եմ հետաքրքիր է նույնիսկ քննարկել ինչ են
բանանում, այսինքն ընտրությունների շեմին բանը Պուտինի հայտարարությունը այն է ռուսական անձնագրով մարդկանց թույլ տալ մասնակցել ընտրություններին, դա միջամտություն չէր, բայց ընտրության արդյունքների մասով համապատասխան կառույցի կոչը բանա միջամտությունն է։ Եվ հետաքրքիր է, որ ընտրությունների օրը, երբ տեղամասերը արդեն փակվեցին ժամը 8-ին, անմիջապես ուղի եթերում Նարեկ Կարապետյանը եւ Սամվել Կարապետյանը հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանը պարտվել է։ Դեռ չկա ոչ մի հաշվարկ, դեռ չի եղել այդ process-ը, ընդհանրապես տեղամասերն են փակվել, բայց երբ ժամը 2:30-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հաղթել են, դա անդիմությունը համարում է, որ ազդեցություն է գործում ԿՀ-ի վրա։ Դե այսինքն իրենց հայտարարությունները երևի իրենց լսարանի համար են, որպեսզի չկորցնեն աջակցություն, այսինքն մարդկանց ում խոստացել էին, որ փոփոխություն է լինելու եւ հետեւաբար ըստ իս այդ հայտարարությունը զուտ եղել է պահելու համար, այդ ժողովրդին դեռ մոբիլիզացված պահելու համար, բայց ակնհայտ է, որ այս ուժը չունի, այսինքն մեր ժողովրդի կողմից մեծամասնության աջակցությունը եւ հետեւաբար նա էլ կարծում եմ սա պետություն է եւ պետությունան ներսում բոլոր գործընթացները իրավական բնույթ պետք է կրեն եւ իրենք պարտավոր են հաշվի նստել դրա հետ։ Եվ ձեր թիմի եւ հատկապես վարչապետի այդ կոչը, հա, մարզերում, Երևանում մեկ ամիս շարունակ եւ դրանից առաջ էլ իհարկե խոսվում էր, այդ խաղաղության կոչը կարող ենք ասել, որ ամբողջությամբ ընկալվեց ժողովրդին, ինչի մասին վկայում են այն արդյունքները ընտրության։ Տեսեք, խաղաղության կոչը, ոչ միայն խաղաղության կոչը եւ դրա նաեւ հետևանքները, այսինքն տեր կանգնելու, ինչին տեր կանգնելու խաղաղությանը, ինչու, որովհետեւ դա է միակ ճանապարհը, որով Հայաստանի Հանրապետությունը կարող է գնալ կայուն զարգացման եւ նաեւ իր անկախությունն ու պետականությունը պահելու ճանապարհով, հա, եւ այս գիտակցությունը կա քաղաքացիների մոտ։ Ես կարող եմ դա ասել, օրինակ Գեղովիթ համայնքում, երբ քարոզարշավին կանգնած էինք, ես լսել եմ քաղաքացիների խոսակցությունը, որտեղ մարդիկ քաջ գիտակցում են, որ սա մեր պետականության, սա մեր անկախության եւ հարատեվության մասին է եղել այս քարոզարշավը։ Հետեւաբար, այո, այս կոչը տեղ է հասել եւ բացի այդ քաղաքական կոնտեքստը ըստ իս ամեն քաղաքացու տուն կարելի է ասել կոնֆլիկտը մտել է իր ձևով եւ հետեւաբար մարդիկ ովքեր այն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ով կրել է այդ զրկանքները իր մաշկի վրա չի կարող այսպես ասած անհաղորդ լինել այդ կոչին եւ չհասկանալ թե ինչի մասին է խոսքը։ Եվ նաև շատ տպավորիչ էին Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների արդյունքները, որտեղ քաղաքացիական պայմանագիրը այսպես ջախջախիչ հաղթանակ էր տարել, Կիրանցում նույնպես բավականին մեծ ձայներ էին հավաքել։ Սա հենց վկայում է, որ ձեր ասածը իրապես տեղ հասավ, այնտեղ որտեղ հատկապես պետք է հասավ։ Սա ոչ միայն վկայում է, որ ասածը տեղ հասավ, սա վկայում է նաև այն առումով, որ մենք այնտեղ գործ ենք արել։ Այդ սահմանազատումը, մարդկանց այնտեղ բնականon կյանքով ապրելու, այսինքն հնարավորությունը, որը մարդիկ ստացել են, տները, որոնք կառուցվել են այդ ընթացքում այնտեղ, այսինքն մենք անձամբ այցելել եւ այդ ամեն ինչը տեսել ենք։ Եվ այստեղ հերթական անգամ գալիս է այն զգացողությունը, որ մեր ընդդիմությունը, այսինքն ես կոչվում եմ ընդդիմություն, բայց ես նորից եմ ասում, իմ կարծիքով դրանք քաղաքական դիվերսանտներ են։ Մեր ընդդիմությունը հերթական անգամ չի ուզում ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Ինքը չի ճանաչում այդ քաղաքացուն, ինքը չի գնում տեսնում եւ իրապես լսում այդ մարդու հոգսը եւ մտահոգությունները։ Ինքը Երևանից ինչ որ կոչեր է անում, ինչ որ տեսանյութեր է տեղադրում եւ կարող եմ նաեւ վստահորեն ասել, որ այդ այսպես ասած այդ օրակարգին հիմնականում հետևում են այն քաղաքացիները, ովքեր իրենք էլ ծանոթ չեն իրապես իրավիճակին, տեղում ծանոթ չեն այդ իրավիճակին։ Ես հույս ունեմ, որ մենք հետագայում նաև այդ քաղաքացիների հետ պետք է աշխատենք շատ խորը եւ կարողանանք տեղ հասցնել մարդկանց, որ այն որոշումները, որոնք մարդիկ կայացնում են TikTok-յան, այսպես ասած, կամ այլ սոցիալական հարթակներում թողած հաղորդագրությունների հիման վրա հասկանան, որ այդ որոշումները ազդում են սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կյանքի վրա եւ այդ որոշումներին շատ լուրջ պետք է մոտենալ։ Եվ վերջին հարցը նաև կարող ենք ասել, որ մեր ժողովուրդը իսկապես արդեն ամուր իմունիտետ ձեռք բերեց, հաշվի առնելով հատկապես վերջին օրերին ահագնացող այդ հիբրիդային պատերազմները, հայտարարությունները։ Դե սա կարելի ասել շատ որոշիչ ընտրություններ եւ մենք իսկապես կանգնած էինք անիվը ետ պտտելու կամ Հայաստանը տանելու խաղաղության, հարատեվության, այսինքն պետականության ճանապարհով եւ հետեւաբար այո ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին անհատապես ամեն քաղաքացուն, ով գիտակցաբար գնացել եւ տերականգնել խաղաղությանը, տերականգնել պետությանը, տերականգնել մեր անկախությանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։